այն համանշը, որ ավելի վաղ հատրանքական չբավարարվեց, արտագին դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից համապատասխան երաշխիքներ տրամադրելու մասով, հետևաբար ես կներկայացնում համապատասխան բացակի մշտացություններ։ Նախ ունեն դերավորում են չէ՞ ձեզ։ դերավոր սևագրել ավելի շատ դերավոր երկու հարցի ներկայական խմբագրել դերավորում։ Նախ հատկանության է ստացված, ես գտնում եմ, որ նախ և առաջ աննախադեգան դուք եք են կտաբացակման ես գործով, չէ, ուտնակ շնալմատում, բայց ես ամեն դեպքում գտնում եմ, որ դատական համակարգի անկախությանը ամենամեծ վտանգը ներկայացնել և շարունակում են ներկայացնել առանձին ոչ դատավոր անդամներ ու այդպես վարվել են նախկինում։ Հետևաբար ես նախ և առաջ ցանկանում եմ նրանց վերաբերել ներկայացնել համապատասխան բացակի մշտացություններ, իսկ դատավորները, օրինակ պարոն Դանիելյանը իմ համար Հայրացում պարոնացում կոնկրետ որոշ հետևոր անդամների ներկայացնում ձեր բացակի միջնորդությունը առանց վերացույց ներկայացնում, ունենանք հետո այլ անձի վերաբերյալ էլի բացակի միջնորդություն, իրանցի վերաբերյալ բացակի միջնորդության շրջանակում կներկայացնում ներկայացնում բացակի միջնորդություն և սկսենք քննարկել։ Իսկ պարզաբանենք առանձին պետք է ներկայացի, թե կարող է նաև երեքիները սույն միջնորդության ներկայացնել։ Դուք ներկայացրեք քննարկենք ոնց դուք որոշել եք։ Դեպքում ծեր պարոն Հայրապետյանից։ Դե պարոն Թումանյանը այդպես դարձյալ մենք իրար հետ որևէ հարաբերություն ունենք, թե ոչ։ Հարաբերական կամ հակառակը։ Բնականաբար ոչ։ Իսկ պարոն Հայրապետյանի դեպքում ինչպես այս խորհրդի շատ դատավոր անդամների կամ երևի իմ ախտի բոլորի ունեցել ենք իրական հարաբերություններ։ Բայց ի տարբերություն մյուսների պարոն Հայրապետյանը, ինչպես իմ միջնորդության մեջ եմ նշել, ըստ ինձ, բազմիցս դիրքորոշում է արտադրել իմ գործով, մասնավորապես իմ գործով տեղի ունեցած անարդարացի, անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այդ հայտարարությունները եղել են հրապարակային, բազմաթիվ անձինք են ներկա գտնվել այդ հայտարարությունները լսել, տեսել։ Եվ այսպես ձևակերպեմ, ովքեր չանչի, ինձ այս ԲՏԽ կազմում ծպտյալ ընկեր կամ աջակից, չգիտեմ ինչ բառ ասեմ, համախոհ, պետք չի, ինձ պետք են օբյեկտիվ դատավորներ, ովքեր կարող են կայացնել օբյեկտիվ որոշումներ ու լինել անկողմնակալ։ Ես այդ գտավոր այդ հարցը տրվել էի։ Դուք ձեր հայտարարության մեջ չասեցիք, թե արդյոք իրականում մենք բարիադրացական հարաբերությունների մեջ եղել ենք, թե չէ։ Այն ժամանակ, երբ որ խորհրդի անդամ չեք եղել ու նման մտադրություն չկար ու կարող եք ամեն ինչ ասել։ Միգուցե իրականում այդպես չեք կարծել, ընկերական շրջապատում այդպես եք արտահայտել։ Կամ այդպես էլ կարծել եք, այդպես էլ ասել եք։ Պարզաբանեք, ես այդտեղ խնդիր չէի տեսնի որպես այդպիսին։ Կամ հերքեք միգուցե իմ հիշողությունն է դավաճանում։ Խնդիրը դրանում է, հետևաբար նախ և առաջ ելնելով այդ հենց բարիադրացական հարաբերություններից, նախկինում ունեցած միջև ձեր ԲՏԽ անդամ դառնալը, ձեր նախկինում նաև տարբեր միջավայրերում արտահայտած դիրքորոշումների համատեքստում ներկայացնում եմ բացակի միջնորդություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Որևէ կարծիք։ Ես ասեմ։ Դիրքորոշում ունեք։ Շնորհակալություն կողմից անհրաժեշտ խոսել։ Նախագիծ նախագահով իհարկե դիրքորոշում ավելի հեշտ լիներ արտահայտել դատավորին լսելուց հետո, բայց այնուամենայնիվ մեր կարծիքով
ինքնաբացարկի հիմքերը իհարկե իրենք օբյեկտիվ նախատեսված են օրենսդրությամբ, բայց տվյալ դեպքում կարևոր է հենց դատավորի կարծիքը, դատավորի դիրքորոշումը այն հանգամանքների վերաբերյալ, որոնք ներկայացվում իրեն բացարկի միջնորդության շրջանակներում։ Մեր կարծիքով դատավորը եթե գտնում է, նշել, որ այս դեպքում բարձրացվում է դատավորի կարծիքը, անկողմնակալության սուբյեկտիվ անկողմնակալության հարցը եւ մենք կարծում ենք, որ ինչը նաեւ տարբեր է դատական ակտերով է ֆիքսվել ճշտաբեկանի որոշումներով, որ այստեղ գործ ունենք սուբյեկտիվ անկողմնակալության կանխավարկածի հետ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սա մեկ, եւ երկրորդը դատավորը, եթե ինքը գտնում է, որ ինքը կարող է հաղթահարել այն հանգամանքները, որոնք բերվել են դատավարության մասնակցի կողմից, որպես բացարկի հիմք, ապա դա բացարկ հայտնելու պարտականության չի հանգեցնում, այսքան շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն Ռոբերտյան, աշխատանքով ձեզ ներկայացրել բացարկ, ստեղծան այն ինքով, որ ունեցել եք բարբերացիական հարաբերություններ եւ այդ ժամանակահատվածը մինչեւ գործնական տարածությունների նախնություններից գործի վերաբերյալ դիրքորոշում կարտահայտել, եթե ցանկանում եք որևէ դիրքորոշում հայտնել, խնդրեմ կարող եք հայտնել, որից հետո պրոկուրորը նախորդասական սենյակ համապատասխան որոշում կայացնելու ներկայացված բացատրությունները։ Պարոն ես սկզբում ասեցի, որ որևէ հանգամանք չկա, որ կաշկանդում է, բացարձակապես չեմ տակցում իմ հարաբերությունները մարդկանց հետ նավետեղել բայդրացիական և այդ առումով իսկ որ պատասխան կրեցի։ Ինչ վերաբերում այն հարցին, որ դուք ասում եք չգիտեմ համախոտ ծփնյարանքեր կամ չգիտեմ ինչ բառասեցիք, ինչ բառասեցիք, չեմ կարող ասել դուք երբևիցե նմանատիպ կարգավիճակով եղել եք թե ոչ, ես կյանքում չեմ եղել, չկամ ու չեմ լինի, հիմա ենք եկած ծփնյանը բառեր չնպատի ասեմ, որ ստեղ է դեպքում կիրառել, ինչ վերաբերում եմ հայտնած կարծիքները, միշտությունը շատ լավն է, շատ ամիշն ում մոտ եմ ասել, ինչ եմ ասել, եմիշ կարծիք եմ հայտնել, թե ես գործի թե ուրիշ գործի վերաբերյալ, դա համար ես սկզբանել ասեցի, որևէ հանգամանք չկա ինձ կաշկանդող, որ իրեմ անկողմնակալ մոտ չէ։ Շատ շնորհակալություն, այդ կարճ։ Պարոն Ռոբերտյան, ես նշեցի, որ բառասկոպիկ ընդհանուր միանգամից անխոտ նշեցի, որ բառասկոպիկ չնչի, ծղտյալ ընկեր ասելով հետևյալն էր։ Ես դա գրավոր ներկայացրել եմ, որ այսպիսի բան է եղել եւ դուք նման կարծիքներ եք հայտնել։ Ծղտյալը նրանում էր կանում, թե արդյոք դուք այդ մասին խորհրդին, երբ որ դուք զեկուցող դատավոր եք նշանակվել, ես համապատասխան միջնորդություն էի ներկայացրել, որ ինձ մասնակից սարքեք, ես ձեզ բացառում միջնորդությունը։ Դուք այդ մասին ձեր գործընկերներին, ՀԴԽ մյուս անդամներին ասել եք, թե ոչ։ Դուք դա չհաստատեցիք, որ ասել եք։ Եթե դուք ասած լինեիք, որ ասել եք, այդ բառը չէր կիրառվի։ Ամեն դեպքում բնավ ես անհարգալից կոնտեքստում այդ բառը չեմ օգտագործել։ Խոսքը դրա մասին է, այսինքն դեղայնային։ Չգիտեմ, անխոս, արել եք ձեզ այդ հարցում, թե ոչ, թե ասել եք, որ գիտեք ինչ կա, ես եղել եմ այս մարդու հետ այս հարաբերություններում եւ առիթ եղել է նման կարծիք հայտնելու։ Այս ստանում է խնդիրը, եթե դուք հիմա ամեն դեպքում հաստատում եք, որ այդ հարաբերությունները մեր եւ ամեն դեպքում հաստատում եք, որ նման կարծիք եք հայտնել, դուք դրա մասին չասեցիք նաեւ ձեր հայտնած դիրքորոշումներում։ Ես միգուցե դիրքորոշումը փոխեմ։ Դուք եթե ասեք, ես ունեցել եմ այս հարաբերությունները, հայտնել եմ այս կարծիքը այս միջավայրում, այսինքն հաստատեք իմ խոսքերը, ես նաև կմիանամ գործընկերոջ դիրքորոշմանը։ Եվ միգուցե չհայտնեմ, ասեք այդ պայմաններում ես կարող եմ լինել օբյեկտիվ, անաչառ եւ այլն։ Հաշվեհամարում նշեցիք, որ բարեկեցական հարաբերություններ կնեցինք, մենք տարիների մեր ճանաչելիությունը ձեզ պետք է ասել, որ դուք վստահ լինեիք, որ ես միանշանակ դա ասել եմ ու միանշանակ ներեմ անաչառ, դա մասից խոսքը չի կարող լինել։ Ինչ վերաբերում դուք բացառք թե չէ, դա ձեր իրավունքը դուք գիտեք, ես ասում եմ ինչ որ կա, ինչ որ իրականությունն է։ Մնացածը արդեն ձեր որոշումն է, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսպես դիրքորոշումները այժմ դեռ անհրաժեշտ է։